նորից ապրիլ է։ 9 ապրիլ է անցել 2016 թվականից հետո։ Օրացույցում 2026 թվականն է, բայց հիշողության մեջ 2016-ի նույն գիշերն է։ Կան պատերազմներ, որոնք ավարտվում են հրադադարով, եւ կան պատերազմներ, որոնք հավերժ ապրում են մարդկանց գիտակցության մեջ։ Ապրիլյանը երկրորդի թվում է։ Այդ օրերին դեռ շատերը չէին հասկանում ինչ է կատարվում։ Սահմանային լարվածություն տերմինն արագ վերաձևակերպվեց լայնածավալ պատերազմ եզրույթի։ Իսկ պատերազմը անուններ ստացավ։ 20 տարեկան տղաների անուններ, երազանքների անուններ, որոնք կիսատ մնացին։ Նրանցից մեկն Ադամ Սահակյանն էր։ Երբ որ դուռը բացում եմ, երբ ներս եմ մտնում, միևնույն է, ասում եմ բարև տղես, բարև Ադամս, խոսում եմ իր հետ մտովի, երբեմն ինչ-որ անելանելի վիճակից դուրս գալու համար իրենից խորհուրդ եմ հարցնում եւ պատկերացրեք ինչ-որ մի ձևով տեսնում եմ այդ ճանապարհը։ Հետո ինձ փոփում են, ես էլի եմ ասել եւ նորից եմ ասում, ինձ փոփում են մարդիկ, որոնք անչափ սիրում են իրեն։ Ես շնորհակալ եմ այդ մարդկանցից, որովհետեւ իրենք զգում են Ադամին։ Այսօր այդ տղաների լուսանկարները կախված են նրանց հայրական տներում, դպրոցներում, բակերում։ Նրանք չեն մեծացել, չեն ծերացել։ Ժամանակը նրանց ծնողների համար կանգ է առել։ Յուրաքանչյուր ապրիլ նորից սկսվում է նույնը, նույն ցավը, նույն դատարկությունը։ Կորուստը ցավը անգնահատելի, անսահման է։ Չէ, չի թեթևացնում։ Ասենք մեր կյանքը երկարացնում են, ասենց այդ որ յուրաքանչյուր հայ այն հայը, որը զգում է, թե ինչ բան է, հերոսը, այն հերոսը, որ այդ պատերազմի դաշտում է, հերոս գերոյ, տենց ասեմ։ Ադամը սիրում էր հայրենիքը։ Միթե կարելի է առանց սիրո գնալ ամենամեծ զոհողությանը, ինքն իրեն հարցնում է մայրը։ Իր չափով, իր գնով եւ իր ճշմարտությամբ, իհարկե ապրիլյան պատերազմը հաղթանակ էր, միանշանակ։ Ցավոք սրտի հիմա այդ ամենը կիսատ է, քանի որ մեր երկիրը ամբողջական չէ, մասնատված է։ Ապրիլյան պատերազմը այո կարճ էր, բայց այն ցույց տվեց հայ զինվորը չի նահանջում, երբ խոսքը հայրենիքի մասին է։ Այն ցույց տվեց, որ նույնիսկ ամենադժվար պահին հնարավոր է կասեցնել թշնամուն եւ պահել սեփական հողը։ Շատ խորը ցավ եմ ապրում, որ տղաների արյան գնով պահած, պահպանած երկիրը մեր հիմա ցավոք սրտի գուցե նաև ժամանակավորապես, այդպես հուսանք, որ ժամանակավորապես մեզ հետ չէ։ Անցած 10 տարիներին Սահակյանների ընտանիքը գտել է ցավը մեղմելու մեթոդը՝ սեր, որը զգում են անծանոթներից։ 10 տարիների ընթացքում չեն դադարել այցելությունները Սահակյաններին, բոլորն իրենց հետ փոքրիկ նվերներ են բերել, Ադամին հիշեցնող։ Ու հիմա տան պատերը, դարակները փոքրիկ թանգարան են հիշեցնում։ Մեր ժողովուրդը իր ազգային հերոսի կոչում ասեմ, այդ կոչումը տվել է։ Արցախն այլ սիրով է սիրել Ադամը։ Հեվի-հև է Երևանից վազել դեպի Պաշտելի Արցախ, որի հետ յուրահատուկ կապվածություն է ունեցել։ Ինքը մինչ այդ, նախքան որ մեքենան պետք է մոտենար մեզ, անդադ նայում էր ժամացույցին, ինձ թվում էր ինքը շտապում էր, ես զգում էի, որ ինքը շտապում էր, որ մի ոտք առաջ հասներ այնտեղ, այդպիսի կապվածություն էր, այդպիսի սեր էր, դա անբացատրելի ինչ-որ մի բան էր։ Սահակյանների մյուս փոփանքը 5-ամյա Ադամն է, Ադամ Սահակյանի եղբոր որդին։ Վերջին անգամ հարցրեց, որ տատիկ կուզես Ադամ հոպարին, հերոս Ադամին, հոպարին գրկես։ Ասեցի հա Ադամ ջան, շատ կուզեմ գրկեմ ու ինձ թվաց, որ ինքը ինչ-որ մի ելք, ինչ-որ մի բան կասի, ինչ-որ մի լուծում կասի դրան, բայց ինքն էլ այսպես սենց կարկամած նայեց ինձ, երևի մտածում էր, թե ոնց կարող է ինձ օգտակար լինել եւ ինքը ինձ փարվեց, գրկեց։ Ծնողները 2 քար են Արցախից բերել ու դրել տան մի անկյունում, Ադամի նկարի քանդակի մոտ, որ տղան չկարոտի Արցախը։
Հիմա այդ քարերը ոչինչի հետ փոխել չեն ուզում Սահակյանները։ Հայրենիքի մի կտորն իրենց սրտի ու տան անկյունում են պահում։ Մինչև նորից ոտք կդնեն Ադամի պահած դիրք։ Սեդա Մակարյան, Էդիկ Մալաքյան, Տարոն Ղանդիլյան, Նոնա Գևորգյան, ABC Media։